Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մայիսի 10 Բայց հիմա Քրիստոսը մեռելներից հարություն է առել, առաջի Կորինթացիներին 15:20 Ողջ քրիստոնեական վարդապետությունը հիմնված է այն փաստի վրա, որ Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզչությունն այն է, և ձեր հավատը զուր, և դուք ձեր մեղքերի մեջ եք։ Քրիստոսի աստվածության համոզիչ ապացույցը նրա հարությունն է, քանի որ նա և Աստծո որդի հայտարարվեց զորությամբ ըստ զորության հոգու, մեռելներից հարություն առնելով։ Օրինաչափ կլիներ կասկածել նրա աստվածությանը, եթե Քրիստոսը հարություն չառներ։ Ավելին, Հիսուսի գերիշխանությունը հենց կախված է նրա հարությունից։ Այս իսկ նպատակով Քրիստոսը թե մեռավ, թե հարյավ ու կենդանացավ, որպեսզի Տեր լինի և մեռածներին և ողջերին։ Եվ դարձյալ մեր արդարացումը, ինչպես ուխտին տրողական օրհնությունը, կապված է մահվան հանդեպ Քրիստոսի փառահեղ հաղթանակի հետ, քանի որ նա մատնվեց մեր հանցանքների համար և հարություն առավ մեր արդարացման համար։ Ավելին, մեր վերստին ծնունդն ինքնին կապված է նրա հարության հետ։ Օրհնյալ լինի Աստված և Հայրը, որ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար, Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով։ Եվ առանց որևէ կասկածի, մեր վերջնական հարությունը հիմնված է Քրիստոսի հարության վրա, քանի որ իսկ եթե նրա հոգին, որ հարություն տվեց Քրիստոսին, ձեր մեջ է բնակվում, ապա Քրիստոսին մեռելներից հարություն տվողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենդանացնի իր հոգով, որ բնակվում է ձեր մեջ։ Եթե Քրիստոսը հարություն չի առել, ապա մենք ևս հարություն չենք առնի։ Բայց եթե նա ամեն դեպքում հարություն է առել, ապա նրանով ննջածները ևս չեն մահացել, և իրենց մարմնով հաստատապես կտեսնեն Աստծուն։ Այսպիսով հարությունը կարմիր թելի նման անցնում է հավատացյալի բոլոր օրհնությունների միջոցով։ Դրանք միմյանց կապելով սկսած վերստին ծնունդից մինչև հավիտենական փառքը։ Ինչ նշանակալի է այդ փաստը հավատացյալի գնահատմամբ։ Մենք կարող ենք միայն ուրախանալ, որ առանց որևէ կասկածի Քրիստոսը մեռելներից հարություն է առել։ Կատարվել է խոստումը, իրագործվել է փրկագնումը, աշխարհի արդարացում են դարձել Քրիստոսի մահն ու հարությունը։